Սպիտակ տան տարածքում Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ կրակոցներ են հնչել, անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը, իսկ ելույթի մասնակից լրագրողները տարհանվել են։ Ավելի ուշ ԱՄՆ գաղտնի ծառայությունը հաստատել է Սպիտակ տան հարևանությամբ հնչած կրակոցների մասին։ Իրավապահների կողմից մեկ անձ է վնասազերծվել կրակոցով, նրա վիճակը անհայտ է։ Դեպքի մանրամասները դեռ հստակ չեն, տեղեկություններ չկան դրդապատճառների, կասկածյալի կամ իրավապահների շրջանում հնարավոր տուժածների մասին։ Իրանը չունի ոչ նավատորմ, ոչ ռազմաօդային ուժեր, ոչ օդային պաշտպանություն եւ ոչ էլ առաջնորդներ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք ձեռք բերեն միջուկային զենք։ Հակառակ դեպքում մենք կունենանք մեր պատկերացումներից անդին խնդիրներ։ Այս մասին հայտնել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։ Նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ Չինաստանը չունի քաջություն եւ կամք Հորմուզի նեղուցը բացելու համար։ Թրամփը նաեւ 24 ժամ է տվել Իրանին նեղուցը բացելու համար։ Հակառակ դեպքում սպառնացել է պատմության ամենաավերիչ օդային հարձակումներով։ Մինչ Թրամփը սպառնում էր Իրանին, այդ ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների վրա, հրթիռներ արձակելով ԱՄՆ նավերի ուղղությամբ։ Համացանցում տարածվել են կադրեր Ֆուջեյրայում տեղի ունեցած հրթիռային հարձակումներից հետո։ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կան վիրավորներ։ Լայպցիգում մարդկանց վրայերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է։ Վերջին տեղեկությունների համաձայն 2 մարդ է զոհվել, 8 մարդ վիրավորվել է, որոնցից 2-ը ծանր վիճակում են։ Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող Բելու Օրիզոնտե քաղաքում փոքր ինքնաթիռը բախվել է շենքին։ 3 ուղևորները գտնվում են ծանր վիճակում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Եվրամիությունը առանց Թուրքիայի որպես լիիրավ անդամի չի դառնա գլոբալ խաղացող կամ գրաչության կենտրոն։ Թող չմոռանան ոչ Թուրքիան, հին Թուրքիան, ոչ էլ աշխարհը, նույն աշխարհն է, որը սահմանափակված է արևմտյան պետությունների ազդեցության ոլորտով։ Այսօր Եվրոպան ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Թուրքիան Եվրոպայի, ասել է Էրդողանը։ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանն ամրապնդի իր դերը որպես Եվրոպայի եւ Ասիայի միջև հիմնարար հանգույց, իսկ Իտալիան ավելի ու ավելի արտոնյալ դարպաս դառնա դեպի եվրոպական շուկա։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մելոնին, ով պաշտոնական այցով Բաքվում է գտնվում։